Արցախի հանրայինի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում հեռուստա լայվ նախագիծը։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ։ Եթերաժամը առավելագույնս հետաքրքիր անցկացնելու ակնկալիքով տաղավարում աշխատում են Աշոտը եւ Լիդիան։ Այսօր ապրիլի 4-ն է, համացանցի միջազգային օրը։ Համացանցի ստեղծման տարեթիվ ընդունված է համարել 1969 թվականը, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության հիմնարկությունների մեծ մասը միավորեցին իրենց համակարգչային ցանցերը մեկ միասնական ցանցի ARPANET-ի մեջ, որը համարվում է համացանցի նախատիպը։ 1971 թվականին մշակվեց էլեկտրոնային փոստի առաջին ծրագիրը։ 1973 թվականին ցանցին միացան առաջին օտարերկրյա կազմակերպությունները՝ Մեծ Բրիտանիան եւ Նորվեգիան։ Այդպիսով ցանցը դարձավ միջազգային։ Այսօր համացանցից օգտվում է աշխարհի բնակչության 1/3-ից ավելին։ Այն օգտագործում են շփման, գումար վաստակելու եւ զվարճանալու համար։ Համացանցը հասանելի է դարձել նոթբուքերի, նետբուքերի, բջջային հեռախոսների եւ այլ սարքերի միջոցով։ Արդեն 2003 թվականին առաջին անգամ պետությունն ամբողջությամբ միացավ անվճար անլար համացանցին։ Որքան էլ տարօրինակ է Լիդիա, համացանցը հասանելի է նաև աշխարհի ամենաբարձր լեռան Էվերեստի վրա, եւ Encel ընկերությունը ծախսել է $100 միլիոն, որպեսզի տեղակայի անհրաժեշտ սարքավորումները հենց լեռան գագաթին։ Այդ շրջանի բնակիչները նույնպես կարող են ցանկացած ժամանակ օգտվել համացանցից։ Իմիջայլոցը այն տեղեկատվությունը, որն ամեն օր մարդը ստանում է համացանցից, մարտահրավեր է նետում այդ տեղեկատվությունը յուրացնելու մարդու ուղեղի ընդունակությանը։ Օրինակ, սովորական լրատվական կայքը պարունակում է ավելի շատ տեղեկատվություն, քան կարող էր ստանալ 18-րդ դարի մարդը ողջ կյանքի ընթացքում։ Եվ համացանցային խանութների քանակն աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ Ներկայում դրանք ավելի շատ են, քան իրական առևտրային կենտրոնները։ Համացանցում առաջարկվում են ցանկացած ապրանքներ եւ ծառայություններ։ Կանխատեսվում է, որ 10 տարի անց համացանցից օգտվողների թիվը կաճի 370%-ով, իսկ փոքր եւ միջին բիզնեսի յուրաքանչյուր ձեռնարկատեր պարտավոր կլինի ունենալ հատուկ վեբկայք։ Այսքանը միջազգային տոնացույցից, իսկ մենք հիշեցնենք, որ ամեն երեքշաբթի հեռուստալայվի քննարկման առանցքում մեր երկրի տնտեսությունն է։ Շնորհակալություն Տաթևին հետաքրքիր տեղեկության համար։ Շուկայական տնտեսության ժամանակակից պայմաններում համալսարանական գիտության եւ բարձրագույն կրթության զարգացումը տնտեսության առաջընթացի եւ տնտեսական զարգացման արդյունավետ քաղաքականության հիմնական երաշխիքն է։ Համալսարանական գիտության հիմնարար ու աստիճանական զարգացումը որպես ժամանակի հրամայական բարձր տեխնոլոգիական տնտեսության ձևավորման առանցքային նախադրյալն է։ Կասկած չի հարուցում այն փաստը, որ ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների բարգավաճման անկյունակարը համալսարանական գիտության եւ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված գիտելիքահենք տնտեսությունն է, եւ գիտության վրա հիմնված առաջատար տեխնոլոգիաներն ու նորարարական տնտեսությունը զարգացած հասարակության մոդելի կարևորագույն հիմնադրույթներն են։ Տնտեսությունը համարվում է գիտելիքի վրա հիմնված, երբ գիտելիքը եւ մասնագիտական հմտությունը հանդես են գալիս որպես զարգացման կարևորագույն ռազմավարական ռեսուրսներ, իսկ պետական կառավարման, տնտեսական, սոցիալական, մշակութային, բնօգտագործման եւ այլ ոլորտների նպատակները ձեռք են բերվում գիտելիքի, գիտական վերլուծությունների, քննարկումների եւ փոխգործակցության շնորհիվ։ Տաղավարում թեմայի շուրջ զրուցելու ենք Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս Միհրան Թադևոսյանի հետ։ Բարի երեկո, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Բարի երեկո, շնորհակալ եմ հնարավորության համար։ Իսկապես շնորհակալ ենք եւ ակնկալում ենք հետաքրքիր եւ հաճելի զրույց։ Եվ այսպես մի անգամ հարցից, թե ինչի հետ է ասոցացվում մայրբուհը ձեր մտապատկերում, դասախոսներից մեկ պատասխանեց, որ տնտեսագիտության մասնագետների դարբնոցի հետ է ասոցացնում։ Հետաքրքիր է լսել ձեր պատասխանը այս թեմայի վերաբերյալ։ Մայրբուհը իմ պատկերացումներում ասոցացվում է ընդհանուր առմամբ բոլոր ոլորտների լավագույն եւ մրցունակ կադրերի ձևավորման գործում ունեցած անուրանալի ներդրման համար եւ նաեւ իմ համար որպես անձնապես սիրելի աշխատավայր է հիմա եւ ասոցացվում է նաեւ մի միջավայրի հետ, որտեղ միշտ մոտիվացիա կա գնալու եւ աշխատելու առումով։ Ձեր ուսանողները շատ հաճախ են գովում եւ ասում, որ ձեր անցկացրած դասընթացները պրոդուկտիվ են եւ հաճելի, ինչի համար ուրախալի է, որ նման տարիքային տարբերություն ունեցող դասախոսը կարողանում է ընկերական հարաբերությունների մեջ լինել ուսանողության հետ։ Ինչպես եք հաջողում այդ հարցում։ Շատ շնորհակալ եմ ուսանողներից նման գնահատականի համար։ Իրոք
մեծ աշխատանք է պահանջվում մինչև լսարանը, մինչև ուսանողների հետ շփումը, այդ մուտքը լսարան ինքը բավական բարդ գործ է, որովհետև ժամանակակից ուսանողը շատ խստապահանջ է, գիտելիքազինված եւ նամանավանդ տնտեսագիտության ֆակուլտետում սովորող ուսանողները հանդիսանում են լավագույն շրջանավարտները մեր Արցախի Հանրապետության, ուստի նրանց հետ աշխատելու համար անընդհատ պետք է կատարելագործվել, անընդհատ պետք է աշխատել, ինչը մեծ չափով նաև պայմանավորվում է այն սիրուց, որը գալիս է դեպի կրթությունը, գիտությունը եւ մոտիվացիայից, որը մեզ ուղղորդում է դեպի այդ աշխատանքը։ Այդ իմաստով դա է իմ կարծիքով գաղտնիքը։ Մենք չենք կարող չասել, որ բուհը ինքնին դա մի առանձին ընտանիք է, օջախի պես է, այնտեղ ջերմություն կա, դա մի առանձին մոլորակ է։ Դե բուհի լսարանն էլ ամենատաքուկ անկյունն է, ամենաջերմացնող անկյունն է, եւ այս ջերմացնող անկյան ներսում էլ արդեն դասախոսը եւ ուսանողը իրար հետ շատ մտերիմ հարաբերություններ պետք է ստեղծեն եւ ինչպես տեսնում ենք հաջողվում է, որի արդյունքում պետք է ունենանք լավ մասնագետներ, լավ քաղաքացիներ ապագա երկրի ապագան ապահովելու համար։ Ինչպիսին է այսօրվա մեր ուսանողությունը եւ ինչ ակնկալիքներ ունեք մեր ուսանողներից։ Ներկա բարդ ժամանակաշրջանում, երբ մենք ապրում ենք բավականին դժվար ժամանակաշրջան, ես միշտ ասում եմ, որ ուսանողությունը այն էներգիայի աղբյուրն է, որը ըստ էության մեզ տալիս է նոր ուժ, եռանդ եւ ապրելու, արարելու, ստեղծելու Արցախում, իսկ ժամանակակից ուսանողության մասին շատ մեծ կարծիք ունեմ եւ շատ գոհ եմ, որ Արցախի պետական համալսարանում կա նման ուսանողություն, որոնք իրենց խստապահանջությամբ, իրենց անընդհատ պահանջկոտությամբ նաև ստիպում են, որ պրոֆեսորադասախոսական կազմը անընդհատ կատարելագործվի, նոր ոլորտներ ուսումնասիրի, սա միանշանակ գալիս է նրանց որակներից, նրանց տրամադրվածությունից, եթե չլինի այդ զուգտումը առավելին հասնելու, ընդհանուր առմամբ զարգացումը դժվար է պատկերացնել որևէ համակարգում, անկախ դա բուհ է, դպրոց, թե պետական կառավարման այլ համակարգեր, ուստի այս առումով եթե կա այդ աճը, եթե կա այդ ձգտումը, իմ կարծիքով սա ամենակարևոր գործոններից մեկն է ժամանակակից ուսանողին բնորոշելու համար։ Միանշանակ համամիտ ենք ասել եւ առաջատար երկրներում կրթությունը տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է։ Հետաքրքիր է, արդյոք մեր կրթական ոլորտն ու տնտեսությունը փոխկապակցված են։ Դուք ճիշտ նշեցիք, զարգացած երկրներում իրոք այդպես է եւ կարող եմ ասել, որ ամենացավոտ հարցերից մեկն է այսօր Արցախի տնտեսության եւ բուհի միջև արկա այդ կապը, որովհետեւ դա պետք է լինի շատ սերտ, դա պետք է լինի շատ գիտահենք, որպեսզի կարողանանք շուկայի պահանջները ամբողջությամբ բավարարել եւ այդ զարգացումը, որը տեղի պետք է ունենա տնտեսության իրական հատվածում, իրոք ապահովել։ Սակայն մրցունակության առումով մենք իհարկե թողարկում ենք շատ մրցունակ կադրեր, ինչի ապացույցը նաև այն է, որ շրջանավարտները մեծ հաջողությունների են հասնում նաև Հայաստանի Հանրապետությունում, տարբեր ոլորտներում, բանկային համակարգ, ֆինանսական այլ համակարգեր եւ կառավարման ոլորտը, սակայն տնտեսության հետ կապը պետք է անընդհատ շարունակաբար զարգացնել եւ հասնել մի իրավիճակի, երբ հավասարակշռված կլինի այդ ամենը եւ ըստ էության, ըստ պահանջի կլինի դրանք։ Գաղտնիք չէ, որ տնտեսագիտության ֆակուլտետի դիմորդների քանակը այս տարի կտրուկ նվազել է, ըստ ձեզ ինչով է այն պայմանավորված։ Իմ կարծիքով պայմանավորված է առաջին հերթին օբյեկտիվ իրականությամբ, որովհետև մենք գտնվում ենք բավական խրուն իրավիճակում, երբ արտաքին անվտանգային հարցերը մեծապես մտահոգում են եւ ուսանողներին եւ ապագա ուսանողներին եւ նրանց ծնողներին, ըստ էության սրանով են պայմանավորվում այդ հանգամանքը եւ մտածում եմ, որ ինչ որ փուլում, ինչ որ ժամանակահատված անց մենք միգուցե հասնենք այն վիճակին, երբ այդ մտահոգությունները արդեն չեն ազդի ուսանողների բուհի ընտրության առումով, որովհետև այստեղ զուտ որակի տեսանկյունից մենք խնդիր չունենք, որովհետև եթե ձեր նշած ուսումնասիրում ենք 4-րդ, 3-րդ, 2-րդ կուրսերում բավական մեծ հոսքեր ունենք, բայց արդեն առաջին կուրսերում այս խնդիրը ակնհայտ է
Եվ նաև կարող եմ ուրախությամբ ասել, որ տնտեսագիտության ֆակուլտետը այս տարի կազմակերպել էր միջոցառում ապագա ուսանողների ներգրավման, որոնք մեր շրջանավարտներն են այս տարվա, եւ փորձել ենք երկու ամբիոններով ներկայացնել ուսանողներին մեր համալսարանը, մեր ֆակուլտետը, ինչ առավելություններ ունի տնտեսագիտության ֆակուլտետը, ինչու ընտրել տնտեսագիտություն մասնագիտությունը, այս առումով նաև փորձելով ինչ-որ կերպ նպաստել այդ արտահոսքի կանխմանը, որը կարծում եմ կունենա իր ազդեցությունը եւ այս նոր ուսումնական տարում մենք դա կտեսնենք։ Ես ուզում էի ընթացքում այդ հարցնել իհարկե, բայց միանգամից պատասխանը շատ ամփոփ եղավ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվի այս ուղղությամբ եւ կարծում եմ նման միջոցառումներ պետք է պարբերաբար լինեն, տարվա կտրվածքով շատ հաճախակի լինեն, որտեղ շատ մեծ քանակությամբ կընդգրկվեն ավագ դասարանի աշակերտները, մինչեւ կողմնորոշվեն, թե ինչ մասնագիտություն են ընտրում։ Շատ լավ։ Իսկ հետաքրքիր է ինչ հատկություններով պետք է օժտված լինի տնտեսագետը, որպեսզի կարողանա իր տեղը գտնել աշխատաշուկայում։ Առհասարակ այսօր ինչ նոր հատկություններ եւ հմտություններ են ողջունվում։ Այսօր իրոք աշխատաշուկայի պահանջները գնալով զարգանում են, քանի որ ժամանակակից պայմաններում դուք նաև նշեցիք ձեր խոսքում գիտատեխնիկական առաջընթացը, որը մեծ մասամբ բերում է այն պահանջների որակավորման հմտությունների փոփոխությանը, որը ըստ էության այսօր անհրաժեշտ է աշխատաշուկային տնտեսագետ, մասնագետի ունենալու համար։ Այս մասով ես կասեմ, որ կարող ենք բաժանել երկու մասի, որ առաջինը դա հիմնարար ֆունդամենտալ գիտելիքների իմացությունն է, որոնք ըստ էության յուրաքանչյուր ժամանակահատվածում լինելու են արդիական, դա վերլուծելու հմտությունն է, քննադատելու հմտությունն է, անընդհատ կատարելագործվելու հմտությունն է, համեմատելու հմտությունն է եւ նաեւ դրա հետ զուգահեռ մենք այսօր տեսնում ենք, թե ինչքան կարեւոր է ժամանակակից տեխնոլոգիաների, ժամանակակից համակարգերի իմացությունը, դրանց օգտագործումը, որովհետեւ հասել ենք մի իրավիճակի, երբ արդեն մեծապես ամեն ինչ կախված է տեխնոլոգիական առաջընթացից եւ տեխնոլոգիաների տիրապետման ունակությունից, թե ինչքանով է տվյալ երկրի հասարակությունը իդեմս տնտեսագետների կարողանում օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները տնտեսության մեջ հաջողություններ արձանագրելու համար։ Այս առումով պահանջները անընդհատ խստանում են եւ այդ պահանջներին պետք է արձագանքել համահունչ, փորձելով նաեւ այդ ոլորտում նոր մոդելի կրթություն ներդնել, ինչը մեծապես կնպաստի այդ պահանջարկի ձևավորման աշխատաշուկայում։ Այո, միշտ պետք է թարմացվի եւ մոդելը, մոտեցումը այս ոլորտի զարգացման համար, որովհետև իհարկե սա երկրի կայացման, երկրի ամուր լինելու հիմքերից մեկն է։ Առաջարկում եմ ուղղակի այս պահին մի քանի րոպեով ընդմիջել մեր զրույցը եւ դիտել մեր գործընկերուհի Քրիստինեի պատրաստած տեսանյութը, կներկայացնես։ Իհարկե, սիրով, դեռևս 2021 թվականից Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը վերակառուցվել ու այսուհետ ներկայանում է Արցախի բարձր տեխնոլոգիաների եւ ռազմավարական պլանավորման կենտրոնի հիմնադրամի գործառույթներով։ Հիմնադրամի նպատակը ոլորտային հավասարաչափ զարգացումն է Արցախում գյուղատնտեսությունից մինչև ինովացիոն ծրագրեր։ Հիմնադրամն ունի կայքեջ, որով հաշվետու է ծրագրերի իրագործման ընթացքի մասին եւ նպաստում է Հայաստան-Արցախ սփյուռք կապի խորացմանը բիզնես ծրագրերի միջոցով։ Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող, գործող եւ շրջափակման հետևանքով դադարեցված բիզնես ծրագրերի մասին է Քրիստինեի տեսանյութը։ Դիտենք։ Պատերազմից հետո Արցախում ստեղծված սոցիալ-հոգեբանական անկայուն վիճակը մեղմելու նպատակով պետական մակարդակով մեկնարկել են տարաբնույթ սոցիալական ծրագրերի փաթեթներ։ Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմավարական պլանավորման կենտրոն հիմնադրամը 2021 թվականի դեկտեմբերին անցկացրած հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված միջոցներով ֆինանսավորել է տարբեր բիզնես գաղափարներ։ Ամիսներ տևող շրջափակումը չի շրջանցել նաև նորաստեղծ բիզնեսների գործունեությունը։ Ֆինանսավորված որոշ ծրագրեր այսօր դժվարությամբ ու տարբեր խնդիրների առնչվելով շարունակում են հաղթահարել շրջափակման ստեղծած խոչընդոտները։ Սակայն կան նաև գործարարներ, ովքեր ստիպված էին դադարեցնել գործունեությունը։
Պատերազմի արդյունքում հարազատ թաղավարտը կորցնելուց հետո Արեգը ընտանիքի հետ բնակվում է Ստեփանակերտում։ Ծնողներին օգնելու եւ ընտանիքի հոգսերը մաղմելու համար ավագ եղբոր հետ բիզնես ծրագիր նախաձեռնեցին։ Թաղավարտում զբաղվում էին ճագարաբուծությամբ, ունենալով որոշակի հմտություններ այդ ոլորտում, որոշեցին ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել։ Հիմնական շրջանում, քանի որ չունեինք ֆինանսական աղբյուր, որոշեցինք ընտանեկան բյուջեից որոշակի ծախսեր կատարել այս բիզնեսում եւ զարգացնել այն, որոշ ժամանակ անց, երբ հասկացանք, որ հնարավոր է ավելի մեծ արագությամբ զարգացնել այս բիզնեսը, սակայն չունենք ֆինանսական համապատասխան աջակցություն, դիմեցինք բարձր տեխնոլոգիաների եւ ռազմավարական պլանավորման կենտրոն հիմնադրամին մեզ աջակցելու նպատակով։ Նրանք օգնեցին մեզ, տրամադրեցին ֆինանսական միջոցներ եւ մենք կարողացանք զարգացնել այս բիզնեսը։ Ճագարաբուծությունը գյուղատնտեսության մեջ ամենավաղահաս ճյուղն է։ Ճագարները կարճ ժամանակահատվածում տալիս են մեծ արդյունք, քիչ ծախս են պահանջում, քիչ աշխատատար են, օգտագործելով մի շարք մեխանիզմներ կարող ենք նվազեցնել մարդկային աշխատանքը, փոխարինելով այն ավտոմատ մեխանիզմով, ինչպես ջրային համակարգը, այնպես էլ կերային համակարգը, այդ ամենը ուսումնասիրելով համացանցից, կապ հաստատելով Հայաստանում հայտնի ճագարաբույժ Դավիթ Դավթյանի հետ, կարողացանք մեխանիզմները դնել մեր բիզնեսի մեջ եւ զարգանալ։ Արեգի բիզնեսը շրջափակումից ի վեր մեծապես տուժել է։ Ճագարների գլխաքանակը ստիպված էր նվազեցնել։ Բլոկադայի հետևանքով մի շարք խնդիրների հանդիպեցինք, որից առաջինը կցանկանայի նշել կերի խնդիրը, քանի որ միջև բլոկադան կերը բերվում էր Հայաստանից, գրանուլացված կեր ենք տալիս ճագարներին, 3.5 ամսում ճագարի կենդանի քաշը անցնում էր 3 կիլոգրամը, այսինքն մոտավոր նրա վրա կար 2 կիլոգրամ եւ ավել միս։ Իսկ այժմ, երբ որ չկա կեր, պահում ենք գարի ցորեն տալով, այդ պատճառով 3.5 ամսա փոխարեն 2-3 ամիս ավել պիտի պահենք, այսինքն նույն արդյունքը ստանում ենք 2-3 ամիս ավելի ուշ եւ 2 անգամ շատ ծախս դնելով։ Մինչ շրջափակումը ունեի 30-ից ավել ճագար, չհաշված փոքր ձագերը, սակայն շրջափակման հետևանքով քչացրեցի ճագարների գլխաքանակը, քանի որ չկար համապատասխան քանակով կեր, որպեսզի շարունակեն բիզնեսը։ Կերի խնդրից բացի այսօր Արեգը իրացման խնդիր էլ ունի։ Հիմա վաճառքի խնդիրը կայանում է նրանում, որ ճագարի կերի չկա, ավտոմատ եղած ժամանակ բարձրալու կերի գինը, դրա համար մսի գինը է բարձրանում։ Նախկին 4-4.5 փոխարեն հիմա 6-6.5 է դարձել, արդեն մարդիկ չեն ուզում էլի վերցնել։ Հետագայում պլանավորում էր ավելի մեծ ծավալ ապահովել ճագարաբուծության ոլորտում, հաջողակ մարդկանց հետ մասնագիտական խորհրդակցություն ունենալ, բայց երբևէ չէր պատկերացնի, որ կհայտնվի շրջափակման մեջ ու իր ծրագրերի իրագործումը անհայտ ժամանակով կհետաձգվի։ Մինչև բլոկադան նպատակ կար հիմնելու մեծ ճագարաֆերմա, խորհրդակցելով Դավիթ Դավթյանի հետ, ինքը տրամադրում է ճագարաբների սխեմաները եւ ամենակարևորը խորհրդատվությունները, սակայն բլոկադայի հետևանքով ծրագիրը չկարողացանք իրագործել, բայց ինձ թվում է, երբ ճանապարհները բացենք, կարողանանք։ Արեգի բիզնեսը որոշակի վնասներ կրելով այդուհանդերձ շարունակում է գործել, իսկ ահա այս լուր ու անշարժ կարի մեքենաները հուշում են, որ կարի արտադրամասը այլևս չի գործում։ Աստղիկի կարի արտադրամասը շրջափակումից օրեր անց ստիպված լիովին դադարեցրեց իր գործունեությունը։ Աստղիկի խոսքով հիմա արտադրամաս գալիս են միայն իրար տեսնելու, զրուցելու, շուտով վերաբացվելու հույսով։ Որ իմացանք, որ մարդիկ այդ պահին շահագրգռված չեն հագուստ վերցնել, սկզբնական փուլը դրա պատճառով փակեցինք, որտեվ շրջափակման հենց սկզբից մարդիկ միանգամից sense պանիկայի մեջ ընկած ոչ թե հագուստի, այլ սննդի վրա են շեշտը դրա ծախսերը, էլի։ Ու մեկ էլ շատ երեխաների համար, իսկ մենք երեխաների համար հագուստի տենց մեծական արտադրություն դեռ չենք, պարզապես հենց փորձում ենք։ Այդ սկզբում հիմքան դասացա, որ դադարեցնեն գործունեությունը։ Հետո արդեն ստացվեց, որ նույնիսկ եթե ագարնան սկզբի վրա մարդիկ արդեն սկսում են պահանջարկը ավելանալ, ինչ որ հարմարվել ենք շրջափակմանը,
արդեն ձգտում ենք բացի ուտելուց մի քիչ էլ մեզ նայել, այդ ժամանակ արդեն կանացի եմ փաստի առաջ, որ հումքը չեմ կարողանում այս պահին ներմուծել։ Եթե ներմուծեմ, ավելի մեծ գնով է ստացվում, ավելի բարձր գնով է ստացվում ու ավտոմատ մեր գնան էլ կաճի։ Այդքան զեռնտու չի։ Հիմա մենք ձգտում ենք ինչ-որ ձևի ելք գտնել, որ թեկուզ չգիտեմ ոնց պիտի անենք դեռ ամառայինի համար մտածելու համար, որ մի ձև ինչքան հնարավոր է էժան, ինչքան հնարավոր հարմար գներով ներմուծենք, թե ինչպես կստացվի, դեռ չգիտեմ, թե պետական, թե հաջողությամբ, թե պարզապես ճանապարհները կբացվեն, բայց դրա վրա է մեր շեշտը դրված։ Խնդիրը հիմա հիմնական հումքի ներմուծումն է։ Արտադրամասի փակման հետևանքով աշխատակիցները անգործ են մնացել, ստեղծված դժվար իրավիճակում զրկվելով գումար վաստակելու հնարավորությունից։ Պատասխանատվությունը կար աշխատակիցների գործի հանդեպ, ու հիմա որ ստացվում է գործ չկա, չես կարող նույն մարդկանց աշխատանքով ապահովել, ոնց որ սկզբում կապես նեղում է, ոնց որ ասես այդ մարդկանց համար պատասխանատվություն զգաս։ Բացի նրանից, որ ես անձամբ ուզում եմ իմ սիրած գործով զբաղվել, տանը նստելը հաճա։ Նույն դեպքում ցանկացած իր գործը սիրող մարդու համար դա վատ է։ Արցախում ապրող մարդիկ անկախ տարիքից հակված են անգամ այս պայմաններում աշխատելու, արարելու, նոր ստեղծելու եւ զարգանալու։ Շրջափակումը բացասաբար է անդրադառնում մարդկանց կենսագործունեության վրա, միաժամանակ ստիպում է արժևորել ունեցածն ու մոտիվացնում անելու ավելին։ Ուղիղ եթերում Հերոստալայվ շարունակում է իր աշխատանքը, իսկ մենք շարունակում ենք զրույցը մեր հյուրի հետ։ Այո։ Եվ այսպես Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի զարգացման երակայություններից է կրթության և գիտության բարձր որակը, ինչպես քիչ առաջ նշեցինք, որն էլ ապահովում է դրանց ինտեգրմամբ և փոխհարստացմամբ։ Հետաքրքիր է ուսանողների նախաձեռնողականությունը այստեղ որքանով է կարևոր, ինչ կասեք։ Շատ կարևոր հանգամանք է, որովհետև նշեցի, եթե չկա այդ պահանջը, զարգացումը եւ կատարելագործումը չի կարող լինել, իսկ տնտեսագիտական ֆակուլտետում մենք այդ դերը ուսանողների միշտ ունենք եւ շարունակաբար աճում է, ուրախություն կարող եմ ասել, որ շարունակաբար աճում է։ Կրթության եւ գիտության զարգացումը, այո, շատ կարևոր է եւ ֆակուլտետի դերն է շատ կարևոր, որպեսզի մենք կարողանանք ունենալ գիտահենք տնտեսություն, քանի որ եթե նայում ենք աշխարհի բոլոր երկրների հաջողություններին, երբ նույնիսկ անցնում ենք տնտեսական հրաշքներ են տեղի ունեցել, դրանք բոլորը ըստ էության տեղի են ունենում ճիշտ կառավարման, ճիշտ որոշումների կայացման, որոնք հիմնված են լինում գիտության վրա, եւ այս առումով այդ գործընթացում համալսարանի դերը շատ կարևոր է։ Եվ շատ կարևոր է, ինչպես դուք նշեցիք, ուսանողության դերը, բայց ես նաև կուզենամ առանձնակի ուշադրություն դարձնել նաև հանրության դերին այս առումով, որովհետև գիտությունը պետք է լինի պահանջարկված հանրության կողմից, պետք է հանրությանը ընկալելի լինի գիտությունը, որովհետև եթե մենք վերցնենք եւ լավագույն գիտական հիմնավորման որոշումները, օրենքները կիրառենք այն հասարակությունում, որը պատրաստ չէ եւ չի կարող ընկալել դրանց բովանդակային կողմը, այստեղ արդեն գիտնականի կատարած աշխատանքը այդքան էլ արդյունավետ չէ, այսինքն հասարակությունը պետք է ձևավորի այդ ընկալումը դեպի գիտությունը, ինչպես նաեւ հասարակության տար ուսանողությունը, նրանք էլ են մեծապես նպաստում, որպեսզի այս process-ը տեղի ունենա։ Գիտության, կրթության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող երիտասարդ կադրերի ներկայիս պահանջարկը ինչ նշանակություն ունի երկրի տնտեսության զարգացման հարցում։ Շատ մեծ նշանակություն ունի երկրի տնտեսական զարգացման հարցում եւ պատահական չէ, որ վերջին շրջանում սկսել են մեծ ուշադրություն դարձնել այս ոլորտին եւ ոլորտը ինչ որտեղ նաեւ սկսել է այսպես ասած դառնալ առաջնային, օրինակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեր ասպիրանտների կրթաթոշակը կրկնապատկել է վերջին տարում, մեծ ծավալով գնում է գիտության ֆինանսավորման աճը եւ մենք տեսնում ենք, որ պետությունը իրոք պատվիրակում է գիտության ոլորտին, որպեսզի ստանան ավելի լավ արդյունքներ, ավելի մեծ ներգրավվածություն ունենան այդ ոլորտում եւ այդ
պրոդուկտը, որ նրանք պետք է թողարկեն, հետագայում նպաստի տնտեսության իրական հատվածի զարգացմանը եւ կարողանա մեծապես նպաստել հնայի աճին, տնտեսական զարգացմանը եւ այլն։ Սա այն համատեքստում, որ նաեւ փոխկապակցվածությունը պետքա շատ կուռ լինի տնտեսության իրական հատվածի եւ գիտական նվաճումների միջեւ։ Իսկ երկրի տնտեսական զարգացման արդյունավետությունը ապահովելու համար էլ ինչ կարևոր նախապայմաններ կան, որոնք կարող եք առանձնացնել։ Ընդհանուր առմամբ տնտեսագիտական, գիտական, ակադեմիական աշխարհը ցանկացած երկրի տնտեսության զարգացման համար առանձնացնում է 4 ֆունդամենտալ հիմքեր, որոնց ապահովումը միանշանակ բերում է տնտեսական զարգացման, ներդրումների ներհոսքին եւ այլն։ Այդ 4 հիմքերն են արտաքին անվտանգությունը, ներքին անվտանգությունը, հարկաբյուջետային քաղաքականությունը եւ դրամավարկային քաղաքականությունը եւ սրանց համահարթ կիրառումը տնտեսության մեջ։ Այո, եթե դիտարկենք այսօր Արցախի հանրապետությունը այս առումով գտնվում է բավականին վատ վիճակում, որովհետեւ այս լծակների վրա ազդեցություն ունենալու հնարավորությունից առնվազն 2-ից նա զրկված է, դա արտաքին անվտանգությունն է եւ դրամավարկային քաղաքականությունը, որտեղ մենք գտնվում ենք միասնական Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության գոտում, բայց շատ կարևոր գործիքներ կան, դա ներքին անվտանգությունն է, որը ըստ էության կարևոր մասն է մեր այսօրվա կյանքի նաև անվտանգային այլ հարցերի համատեքստում, եւ շատ կարևոր է հարկաբյուջետային քաղաքականությունը, որովհետեւ բոլորիս էլ պարզ է, որ այս սոցիալ-տնտեսական որոշակի կայունությունը ըստ էության Արցախում հնարավոր է ապահովել միայն բյուջետային այդ ծախսերի միջոցով, որը Հայաստանի Հանրապետության միջպետական վարկի շնորհիվ եւ մեր հարկատուների եկամուտների շնորհիվ ձևավորում է։ Սակայն այստեղ անհրաժեշտ է նշել, որ այս քաղաքականությունը լինելով առանցքային, անընդհատ կարիք ունի կատարելագործվելու եւ անընդհատ կարիք ունի արդյունավետությունը բարձրացնելու, որպեսզի տնտեսության իրական հատվածում իր խթանիչ դերը կարողանա հստակ իրականացնել, պատրաստ լինի արկա մարտահրավերներին դիմակայել, նայի այն ոլորտները, որոնք ըստ էության կարիք ունեն առավել արդյունավետ սուբսիդավորման, միջոցների ներգրավման եւ այլն, ճիշտ հարկի այն ոլորտները, որոնք այսօր ստանում են շահութաբերության բարձր մակարդակներ եւ ըստ էության դրանք ուղղի տնտեսության այն հատվածը, որոնք դրանց կարիքը ունեն։ Մասնավորապես այսօր տեսնում ենք ինչ լրջագույն խնդիրներ ունենք գյուղատնտեսության մեջ եւ այս շրջափակումը մեզ ցույց տվեց, որ անելիքները ահռելի շատ են եւ պետք է նաեւ վերանայել այդ քաղաքականության համատեքստում այս մոտեցումները պարենային անվտանգության ապահովման եւ ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացումը ապահովելու առումով։ Այս առումով այս նշած կոմպոնենտների ճիշտ իրականացումը, նրանց համահարթ կիրառումը, միմյանց փոխարինելու եւ լրացնելու հատկությունը այսօր արդեն աշխարհի շատ զարգացած երկրներ ապացուցել են փորձով եւ սա կարեւոր է, որ այ գիտական մոտեցումների այս մոդելները ճիշտ կիրառվեն տնտեսության իրական հատվածում հնարավոր հաջողություններ արձանագրելու համար։ Այո, այսօր Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց, որում նշված էր, թե ինչպիսի բացասական ազդեցություն է թողել եւ շարունակում է թողնել շրջափակումը երկրի տնտեսության վրա եւ հասկանում ենք, որ այսօր եւ մեր քննարկումը եւ մեր հանդիպումը թեման շատ արդիական է եւ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք երկրի տնտեսությանը գիտական առումով նաեւ, որ կարողանանք լավ կադրեր պատրաստենք ապագայում նման իրավիճակներից խուսափելու եւ կամ նման իրավիճակներից ավելի լավ արդյունքով դուրս գալու համար։ Եվ անքնելի է, որ երիտասարդ մասնագետը ավագ դասախոսից սովորելու շատ բան ունի։ Մենք գիտենք, որ ժամանակակից դասախոսները երիտասարդ իդեմս ձեզ եւս շատ խելացի են եւ հետաքրքիր է արդյոք ավագ սերնդի ներկայացուցիչները ձեզանից սովորելու ինչ որ բան ունեն։ Խնդրում եմ խոստովանեք եւ անկեղծ եղեք։
Ես շնորհակալ եմ իմ դասախոսներին, որովհետև ուսանել եմ նրանց արդեն 10 տարի է նրանք ինձ դասավանդում են եւ այսպես ասած միշտ ձեր նշած մենք ունենք բան սովորելու իրոք ավագ սերնդից եւ մեր նաեւ պետական համալսարանի առավելությունները միշտ եղել է այն եւ ուսանողության եւ դասախոսական կազմի հետ է որ մենք միշտ մեր շփումը եղել է անմիջական, մեր շփումը միշտ կա ժամանակ իրար հետ զրուցելու, փորձի փոխանակում իրականացնելու Այն ինչ կարող են նրանք սովորել, կարծում եմ այդ հարցին ավելի ճիշտ կլինի պատասխանեն իրենք, որովհետև մենք չենք կարող ասել ինչ կարող են, մենք անընդհատ ունենք սովորելու նրանցից այդ կարիքը, պահանջը, իսկ այն թե ինչ կարող են քաղել, նրանք դրա հնարավորությունը ունեն, որովհետև այդ շփումները շատ ժամանակ նաև տեղափոխվում են արդեն մտերմիկ շփումների եւ այլն, մենք այդ շփումներում ունենք բազմաթիվ հնարավորություններ միմյանց փորձի փոխանակում իրականացնելու առումով։ Զրույցի սկզբում նշեցինք, որ երիտասարդությունը, ուսանողությունը հարգում է երիտասարդ դասախոսներին եւ նրանց արձանագրած հաջողություններով դուք եւս ուրախանում եք, որովհետեւ ձեր ներդրած լուման ունեք իրենց հաջողության գործում։ Հետաքրքիր է, ինչ ակնկալիքներ եւ սպասումներ ունեք այսօրվա ուսանողությունից։ Այսօրվա ուսանողությունը իրոք ես միշտ ասում եմ, որ Արցախի ամենալուսավոր կետերից մեկն է եւ անընդհատ կատարելագործումը ուսանողության դա անհրաժեշտ է, որովհետեւ միշտ պետք է այդ սերունդների իրար փոխարինելու սկզբունքը միշտ բերի նաեւ կատարելագործման, այսինքն այս նոր սերունդը կամ մենք նույնպես այդ սերնդի ներկայացնենք պետք է գերազանցենք ինչ սերնդին, բայց այստեղ շատ կարևոր է, որ պահպանենք արիստոտելյան այն ճշմարտությունը, որ մեր նախնիները հսկաներ են, իսկ մենք թզուկներ, ուղղակի մենք տեսնում ենք ավելի հեռուն, որովհետև կանգնած ենք նրանց ուսերին։ Ճիշտ է, մեր ուսանողները շատ հաճախ նաև տեսնում են ավելի հեռուն եւ դա բնական է, դա օբյեկտիվ է, սակայն պետք է չմոռանալ, որ այդ դրա հետևում կանգնած են այդ հսկաները, որոնց ուսերին կանգնելով ենք մենք կարողանում այդ առաջընթացը տեսնել։ Այսօրվա ուսանողությունը մեծ առաքելություն ունի կատարելու Արցախում, որովհետև հենց նույն ընկալման մասին մենք խոսեցինք գիտության ընկալման տեսանկյունից։ Այդ գիտության ընկալումը շատ բարդ է, որովհետև երբ սերնդափոխություն տեղի չի ունենում, չի գալիս նոր կրթված, ավելի զարգացած, ավելի մոտիվացիաց սերունդ, այդպիսի հանրության հետ աշխատելը շատ դժվար է։ Փառք Աստծո մենք ունենք սերունդ, որոնց հետ հնարավոր է աշխատել, որոնց հնարավոր է ցույց տալ գիտական մոտեցումների արդյունավետությունը, դա բերել պրակտիկայում ապացուցել, որ այս քայլերը կատարելը, սա կրթություն է, որը բերելու է իմ կարծիքով մեր երկրի հետագա կարևոր հաջողություններին։ Իսկ ուսանողության դերը դրանում բացառիկ է, որովհետև հենց դրա կրողները եւ փոփոխության, եւ աճի, եւ դինամիկայի հենց նրանք են, որոնք պետք է ապահովեն մեր երկրի հետագա սոցիալ-տնտեսական եւ ընդհանուր զարգացվածությունը։ Մենք զրուցում ենք ընդամենը 20 րոպե, բայց արդեն պարզ է ինձ եւ Աշոտին ինչ նվիրումով եւ սիրով եք կատարում ձեր աշխատանքը։ Շնորհակալ ենք ձեր առաքելության համար կատարած։ Եվ շնորհակալություն այսօրվա մեր հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնենք, որ տաղավարում զրուցում էինք Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս Միհրան Թադևոսյանի հետ։